Դերասանուհի Տոմա Պետրոսյանը եւ դերասան Տարոն Իսպիրյանն, ովքեր արդեն երկար տարիներ է ինչ ամուսնացած են, ներկայումս իրենց հիմնական ժամանակն ու էներգիան կենտրոնացրել են մասնագիտական գործունեության եւ աշխատանքային նոր նախագծերի իրականացման վրա։ Չնայած պարբերաբար շրջանառվող լուրերին եւ խոսակցություններին, թե Տոմա Պետրոսյանը հղի է, զույգը պաշտոնապես չի հայտարարել ընտանիքում սպասվող համալրման մասին տեղեկությունները եւ չի շտապում մեկնաբանել իրենց անձնական կյանքին վերաբերվող այդ ենթադրությունները։ Արտիստները շարունակում են ակտիվորեն ներգրավված մնալ ստեղծագործական տարբեր ձևաչափերում, առաջնահերթությունը տալով կարիերայի զարգացմանն ու հանրությանը ներկայանալով բացառապես աշխատանքային ձեռքբերումներով։ Ելակետ հաղորդման հյուրն էր Տամարա Պետրոսյանը, ով բաց եւ անկեղծ զրույց է ունեցել անցում կատարելով իր կյանքի տարբեր փուլերին։ Star News-ը հետևել է զրույցին եւ առանձնացրել այն հատվածը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է ընտանիքը Արցախից հասել Հայաստան։ Տամարա Պետրոսյանը խոսել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում տիրող մթնոլորտի եւ ընտանիքի հոգեվիճակի մասին։ Նրա խոսքով մինչ շատերը մտածում էին, որ արդեն ամեն ինչ ավարտվել է, ինքը եւ իր ընտանիքը շարունակում էին ապրել հույսով, որ իրավիճակը կրկին կփոխվի դեպի լավը։ Նա նշում է, որ հավատում էին ոչ միայն Արցախից մնացած փոքր հատվածը պահպանելուն, այլ նաև կորցրած տարածքները վերադարձնելուն։ Բլոկադայի օրերին նրա ընտանիքը գտնվում էր Արցախում, մինչդեռ ինքն ԱՄՆ-ում էր։ Երբ ընտանիքը կարողացավ դուրս գալ, նա ևս եկավ Հայաստան եւ հանդիպեց հարազատներին։ Այդ հանդիպումը բավականին ցավոտ էր, ինչպես նա է նշում։ Բլոկադայից հետո ծնողները հյուծված էին, նիհարած։ Մարան նաև հիշում է, որ շատ մարդիկ հաճախ իրենց ասում էին, ինչ էիք մտածում, որ մնում էիք, այնտեղ ամեն ինչ պարզ էր, հո իրենց գործը կիսատ չէին թողնելու, սակայն նրա խոսքով ոչինչ էլ պարզ չէր, իսկ մարդիկ պարզապես չէին կարող հեշտությամբ թողնել իրենց տունն ու կյանքը։ Հաղորդման ընթացքում նաև անցում կատարվեց մտերիմ ընկերներին, նա ընդգծեց, որ արդեն բավական երկար տարիներ է ընկերների հետ ունի ձևավորած ամուր կենսագրություն, որն աստիճանաբար վերածվել է ընտանեկան ջերմության։ Նշեց, որ միշտ տեղյակ են միմյանց խնդիրներից ու նորություններից եւ պատրաստ են ամեն հարցում օգնել միմյանց։ Անդրադառնալով 2020 թվականի կարանտինի շրջանին, դերասանուհին պատմեց, որ այդ ընթացքում իր ընկերների հետ ապրել է մեկ հարկի տակ, ինչը համատեղ կենցաղի առաջին լուրջ փորձն էր։ Նա խոստովանեց, որ սկզբում շատ էր վախենում այդ մարտահրավերից, քանի որ նույնիսկ հարազատ ծնողի հետ կենցաղ կիսելը կարող է բարդ լինել, իսկ սիրելի մարդկանց հետ դա իսկական չելենջ էր։ Իսկ մենք հավելենք, որ Տամարա Պետրոսյանը բավականին ակտիվ է իր սոցհարտակներում։ Նա հաճախ է կիսվում անձնական լուսանկարներով եւ ընկերների հետ համատեղ խոլովակներով։ Այժմ առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսն առանց մեկնաբանության։ I love you too. But it's only you. Ora mi mate dasht. Ora thakar da mi gna champov. Ora dil loveli ora. What is name? Մեր հարսանիքը։ Քիզի բելի չմոռանաս։